նախագահը հղում արի եւ Սևանը այդ քարտեզով ինքը տեսել է որ այդտեղ գրած է Սևանի վրա այդ ոչ այդ քարտեզը կա իսկապես այո ռուսական կայսրությունում կան նման քարտեզներ կան քարտեզներ որտեղ գրած է եւ Սևան եւ ոչ կա որտեղ գրած է միայն Սևան բայց հենց այդ քարտեզի վրա որի վրա մատնանշել է Ադրբեջանի նախագահը չկա գրած Ադրբեջան դրա համար գիտեք այդ երկու կողմերն է սա ինչ-որ չափով բնորոշ է երբ որ նույն քարտեզի վրա մարդիկ տեսնում են ինչ որ իրանք են ուզում եւ չեն տեսնում այդ քարտեզի շարունակությունը սա հստակությունն է ինչի մասին խոսում է պարոն Մելիքսյանը որ մենք անընդհատ այդ ճշմարտության այդ իրադարձության իրականության մեծ ձեռնտու մասն ենք մենակ տեսնում բայց ես կարծում եմ որ կարեւոր է արձանագրել թե կոնկրետ ինչ է ասել այդ մարդը ու դրանից ելնել եւ վերջապես ձեր վերջին հարցը համաձայնեցնելու վերաբերյալ բավականին այսպես ունիկալ իրավիճակում ենք մենք գտնվում, որտեղ պարոն Նավասարյանը բավականին լավ ներկայացրեց, որ մենք ոչ թե դասական թրեք 2 ենք, դա մի հատ երևի թե ստեղ կարճ մի հատ բացատրություն կան։ Թրեք 2-ը դա քաղաքասարակությունների միջև տեղի ունեցող խոսակցությունն է։ Թրեք 1-ը պաշտոնական բանակցություններն են։ Թրեք 1.5-ը այս երկուսի արանքը գտնվող ինչ-որ մի բանն է։ Հիմա մենք ես ուղիղ ասեմ ձեր հարցին պատասխան, մենք ոչ մեկը ոչ մի բան չենք համաձայնեցնում։ Մենք ազատ ենք մեզ մտահոգող, մեր հասարակություններին մտահոգող հարցերը, խնդիրները բարձրաձայնելու ուրեմն ժամանակ ճանապարհին եւ որևէ սահմանափակում այս առումով չկա միևնույն ժամանակ ինչպես ես կարծում եմ հայկական կողմը ինչպես էլ ադրբեջանական կողմը բնականաբար խորհրդակցություններ առնվազն սեփական մայրաքաղաքների հետ իրականացնում է բայց դա որևէ կերպ չի նշանակում որ մենք պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացնում կամ պաշտոնական կամ մեր խոսքը կամ մեր ասածը որևէ կերպ պետք է անկալվի մայրաքաղաքներից որևէ մեկում որպես պաշտոնական դիրքորոշում